Ողջույն հարազատներ, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Թող Տիրոջ հարությունը բոլորի սրտերի մեջ իրական բացված լինի, բոլորիս մտքերի մեջ իրական բացված լինի։ Ոչ միայն տոնենք իբրև հերթական ինչ-որ մի տոն, այլ հասկանանք, որ համայն մարդկության փրկագնությունը կախված էր Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունից, խաչից, մահից և հարությունից։ Ինչպես մենք ավետիս ենք տալիս Հիսուս Քրիստոսի ծնվելու ժամանակ, որ մեզի համար փրկիչ ծնվեց, այնպես էլ մենք ուրախանում ենք նրա հարությունով։ Եթե Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն չառներ, ամբողջ աշխարհի պատմությունը անիմաստ կլիներ։ Մեր կյանքի բոլոր օրերը, ինչքան էլ որ երկար լինեին եւ հաջողված լինեին, եւ առողջ եւ հարուստ լինեին, ունայն պիտի լիներ։ Եթե ի վերջո գերեզմանը պիտի վերջնակետ դներ այդ ամենին, բայց Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մենք հասկանանք, որ գերեզմանը դա վերջը չի եւ Տերը հաղթեց գերեզմանը մեզ համար հավիտենականության դռները բացելով։ Պիտի ընթերցեմ Հովանու ավետարան 1:29 խոսքը, որ Հովանես Մկրտիչը վկայում է Տեր Հիսուսի մասին։ Տեսնելով նրան ասաց. «Ահա Աստծո գառը, որ վերցնում է համայն աշխարհի մեղքը»։ Հիսուս Քրիստոս իր խաչելության այդ զոհաբերությամբ եւ մեռելների հարությամբ համայն մարդկության մեղքերը ներեց։ Բոլորին է։ Չկա այս աշխարհում մի մարդ, որ եկել է, ծնվել է այս աշխարհ եւ Հիսուս Քրիստոս այդ մարդու մեղքերը ներած չլինի, քանի որ Տերը աչառություն չունի։ Բոլորի համար այդ փրկագնությունը կատարվեց համայն մարդկության համար։ Ինչպես Հովանու ավետարանի մեջ Տերն ասում է. «Եվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց, որ ով որ նրան հավատա, չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Տեր Հիսուս բոլորիս համար ավճար է, սիրելիներ, եւ այսօր, որ դու դեռ գտնվում ես մեղքի եւ մահվան իշխանության տակ, միակ նպատակը նա է, որ դու միտք չես տվել հասկանալու Քրիստոսի խաչելությունը եւ հրաշափառ հարությունը, որ հասկանաս լավ ի վերջո ինչ տվեց սա ինձ։ Եվ այս քո անտարբերության պատճառով դու գտնվում ես սատանայի իշխանության տակ ոչ լեգալ։ Սատանան ոչ մի իշխանություն եւ իրավունք չունի, իրավաբանական լեզվով ասած, ինքը իրավազուր կա քո կյանքի մեջ որևէ մի հարց շարժելու, որևէ մի բան քեզ թելադրելու։ Բայց քանի որ դու տեղյակ չես եւ դու չես փնտրում ճշմարտությունը, իր համար դու շատ հասանելի գործիք ես, որ ինքը գործածիկ ես իր կեղտոտ ու խավար գործերի համար։ Բայց Տեր Հիսուս իր հրաշափառ հարությամբ քեզ հավիտյան ազատագրեց սատանայից, մեղքից, մահից եւ այդ գերեզմանի այդ ճնշումից։ Ինչպես Պողոսն է ասում. «Ուր է մահ քո խայթոցը, ուր է գերեզման քո հաղթությունը», քանի որ Տերը հաղթեց այդ ամենը եւ այդ հաղթությունը մեզ համար էր։ Հիսուս Քրիստոս պետք չուներ մահանալու եւ հարություն առնելու, որպեսզի ինքը իրան ապացուցեր, որ ինքը Աստված է։ Տերը գիտի իր ազորությունը եւ իր աստվածությունը, հավիտենական տիրակալ լինելը գիտի։ Սա մեզ համար էր, որպեսզի մենք հասկանանք, որ մենք պատկանում ենք այդպիսի զորեղ Աստծու, ով մեր արարիչ Հայր Աստվածն է, ով Եդեմի պարտեզում Ադամին եւ Եվային արարեց կատարյալ եւ ստեղծեց, որ սիրի եւ իր սերը դրեց մարդ արարածի մեջ, բայց սատանան եկավ եւ ապականեց այդ մաքրամաքուր հարաբերությունը արարիչ Աստծո եւ մարդ արարածի միջև եղած։ Եվ Տեր Հիսուս եկավ վերականգնեց այդ կորսված իշխանությունը, վերականգնվեց այդ հարաբերությունը սիրո խոր եւ արարված զավակի, եւ խաչի վրա ասեց կատարվեցավ։ Վերականգնվեց ամեն բան, ինչ որ սատանան խափանել էր, Հիսուս Քրիստոս եկավ եւ վերականգնեց։ Սիրելիս, Հիսուս Քրիստոս քո սիրող Հայրն է, քեզ համար գին է վճարել, քեզ հավիտյան ազատագրել է եւ այսօր էլ մենք տոնում ենք իր հրաշափառ հարությունը։ Հրաշափառ հարությունը դա ներկված ձվերը չեն, դա գեղեցիկ նվերները չի, դա ոչ մի կերակուրը չի, դա Քրիստոսի հարությունն է, քո մեղքերի թողությունն է եւ իր հավիտենական աստվածության հաստատությունն է։ Ինչ է ասում Հռոմեացիների գիրքը։ Եթե դու քո շուրթերով դավանես եւ քո սրտով հավատաս, որ Հիսուս Քրիստոսն է միակ Աստվածը, որ մեռելներից հարություն առավ, բնականաբար քո մեղքերը խոստովանելով նրան,
կփրկվես դու եւ հավիտենական կյանք կունենաս, ինչպես որ Տեր Հիսուս խոստացավ քեզ։ Սիրելիս, մի մնա սատանայի խավար գործերի մեջ, քո Հայրը քեզ համար սքանչելի, բարի եւ ամենալավագույն կյանքն է պատրաստել այս երկրավոր կյանքի մեջ եւ գալիք հավիտենականության մեջ։ Հիսուս Քրիստոս քո սիրող Հայրն է, որ անդադար սպասում է քեզ այսօր, այս սքանչելի օրը, այս պատվական օրը, այս հարության օրը, խոստովանիր քո մեղքերը Տիրոջ առջև եւ ընդունիր նրա աստվածությունը քո կյանքի մեջ եւ մտիր նրա սիրող եւ հոգատար գրկի մեջ։ Հիսուս Քրիստոս սպասում է քեզ ամեն օր, ամեն ժամ եւ ամեն վայրկյան։ Թող օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը բոլորիս համար։ Եղեք օրհնված։